Ես ասում եմ չի եղել Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանը հայելային է պատասխանում Հայաստանին։ Խորհրդարանի խոսնակն առաջարկում է դուրս գալ հայկական մոլորակից։ Ղարաբաղի ներկայացուցիչները հայտարարում են, որ նոր ազգային ժողովի նախագահ են ընտրում, Ադրբեջանի նախագահն էլ ասում է, ես էլ հեսա գամ կմտնեմ այդ բանը անչ, Արևմտյան Ադրբեջան կհիմնադրեմ, բա այն մի մասը նկարում եք, նկատում եք այն մյուսը, հաջա։ Համեմատությունը տեղին էր, պարոն Սիմոնյան։ Իհարկե տեղին է։ Ալեն Սիմոնյանը հորդորում է վերջ տալ պնդումներին, թե կա միայն Հայաստան իր պատմության գրքով, իսկ մնացածը ոչ կարևոր ժողովուրդներ են։ Մենք բոլորը սրբադասվելու ենք, բայց երբ որ մենք մեր սուրբ Աստծու կողմից, Մաշտոցի կողմից գրված Արաց Սարը տենց հետևից լույսը գցած մեր վրա Նոյի ժողովուրդս 1700 տարի առաջ քրիստոնեություն ընդունած այնց բան ենք ասում, ինքն էլ ասում է ես էլ ձեզ սրանով կպատասխանեմ։ Միևնույն ժամանակ Սիմոնյանը նշում է Ղարաբաղի հայերը պետք է ինչ-որ մի օր, երբ անվտանգ լինի, վերադառնան ու ապրեն իրենց տներում, իսկ երբ լինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել նույնիսկ Բաքվում։ Մնացածը կարող են վերադառնալ այն գյուղերը, որոնք որ ժամանակին իրանք ապրել են Հայաստանի տարածքում, ասենք, չգիտեմ, հիմա ոնց են հայերը ապրում Վրաստանում, նույն տրամաբանության մեջ, այսինքն մենք որ ասում ենք խաղաղություն, պատկերացնում ենք խաղաղություն, բայց մենք իրար բարև չենք տալի եւ իրար չենք նայում, 5 րոպե հետո խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետության բնակիչները եւ Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել։ Իսկ ինչ կգներ օրինակ ազգային ժողովի նախագահը Ադրբեջանից։ Գազ, լավ ասեց։ Ինչու՞ ոչ։ Չգիտեմ, ինչ որ բան կլինի կառնեմ, մենք էլ իրանց ջերմուկ կտանք, ծիրան հոսանք։ Պատերազմից հետո Ահա, պետք է հասարակություններին պատրաստենք, դուք այդ գործին չեք օգնելու, ես վստահ եմ, տեսնում եմ, որ չեք ուզում օգնել։ Մինչև այդ սեպտեմբերին ԿՊ վարչության ընտրություններն են, մրցավազքը պաշտոնապես չի սկսվել։ Սիմոնյանը վստահ է, որ նոր մարդիկ եւս կլինեն։ Վարչությունում կանանց ներգրավվածությունը մեծանալու է։ Ինչու է մեծացրել կանանց ֆուտբոլն Ավելի ներգրավվածության, ավելի շատ կանայք, դե չեմ ուզում հիմա կանանց Դե լավ։ Ի տարբերություն Արարատ Միրզոյանի, որն օդանավակայանում չդիմավորեց ռուս պաշտոնակցին, Ալեն Սիմոնյանն անպայման գնալու է ու օդանավի մոտ դիմավորելու է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի Դաշնության խորհրդի նախագահին։ Ես իրան անձամբ խոսք եմ տվել, երբ որ ինքը տենց բավականին չեմ ուզում այդ բառը օգտագործել, բայց տենց ասեց, բայց ո՞նց էիք դուք Տիկին Փելոսիին դիմավորել аэроպորտում, ես ասի Կին Մատվիենկո, երբ որ դուք գաք, ես մեծ հաճույքով ձեզ նույնպես կդիմավորեմ։ Հետաձգումից հետո շարունակվում են բանակում փողով 1 կամ 4 ամիս ծառայելու նախագծի քննարկումները։ Սիմոնյանը կարծում է, որ փաստաթուղթը փոփոխությունների կարիք կունենա, բայց այն անհրաժեշտ է մեր երկրի անվտանգության ապահովման համար։ Կարծում եմ, որ վերջնանպատակը մեր երկրի համար պետք է լինի լիակատար պրոֆեսիոնալ բանակը։ Այս հարցի շուրջ այլ մոտեցում ունեն ընդդիմադիրները, դեմ են փոփոխությանը։ Իշխանությունը փորձում է ծառայությունը կամ հայրենիքի նկատմամբ ծառայությունը, առաքելությունը վերածել աշխատանքի, հասկանում եք, դա ավելի կարճ ճանապարհ քան բանակի ֆունդամենտի փլուզումն է, դա պարզապես այս իրավիճակում չի կարող լինել։ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղարի գնահատմամբ, այս կերպ իշխանությունը վերացնում է հայրենիքը պաշտպանելու գաղափարական հենքը։ Իզաբելլա Հովհաննիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։